Վրամ։ Դուրը բաց էր։ Բանալի ունեմ, բայց դուրը բաց էր թողել։ Մի քանի ժամը քեզ եմ սպասում։ Դե որ իմանայի գալու էր։ Այսօր շաբաթ է, պապ։ Ու ես ամեն շաբաթ օր գալիս եմ։ Ու այսօր շաբաթ է։ Չէ հիշում, որ այսօր շաբաթ է, թե չէ կհավաքվեի ստեղ մի քիչ։ Այս նկարները ստեղ էր դրած։ Սրանք չէի տեսել։ Էդ որ դու նոր էիր ծնվել, մի քանի օրով եկանք, այդ ժամանակ ենք նկարվել։ Դե, մի հատ է հանած երևի դրա համար չես տեսել էլի։ Թե մտածում էիր, որ կտեսնեմ ու կհասկանամ, թե ումից ինչ ես դառել։ Մտածում էիր երևի կամաչես աչքերից մեջ նայես, չէ։ Այս նկարում դու երջանիկ ես։ Այս նկարում դու սիրում ես մամային, ամեն ինչից շատ։ Դու պատասխանատու ես իմ համար։ Ու ամենակարևորը։ Այս նկարում դու ինքդ քեզ ես սիրում, պապ։ Դու չես էլ լսում։ Պապ, դե հերիք է, էլի հերիք է։ Հերիք այս խմիչքի պատճառով կյանքդ փչացնես։ Ինքդ քո թշնամին ես դարել ու կյանքդ կործանում ես։ Ինձ ասում ես, որ ապրում ես հանունից։ Որ սպասում ես շաբաթ օրը գա ու ինձ տեսնես, որ մենակ շաբաթ օրերն ես ապրում։ Պապ, բայց ես ուզում եմ, որ դու ամեն օր ապրես։ Որովհետև ես քեզ շատ եմ սիրում։ Ու քո կարիքը շատ ունեմ։ Այս հորս կարիք ունեմ։ Քեզ թվում է ես ջահել եմ, աշխատում եմ, սովորում եմ։ Մեկ-մեկ գալիս եմ հորս եմ տեսնում ու ամեն ինչ լավ է, հա։ Չէ, պապ։ Լավ չի։ Ես աշխարհում ամենաշատը քո կարիքը ունեմ։ Պապ, գոնե մի անգամ այս շիշը բացելուց առաջ հիշի թե ով ես եղել։ Պապ, դու ռազն ես։ Մասիվի ռազը։ Հարգված ու սիրված։ Պապ, խնդրում եմ քեզ։ Վերանայի կյանքդ։ Դու ինչ գիտես։ Դու ինչ ես հասկանում ես կյանքից։ Քեզ թվում է քո համար փակ դռներ չկան ու ամեն ինչ հաղթահարելի է, բայց դու բան էլ չես հասկանում։ Դու չես հասկանում, որ մարդը կարա մի վայրկյանում կորցնի ամենաթանկը ու ամեն ինչ։ Դու չես հասկանում։ Ոչ մի բան էլ չես հասկանում։ Ես այսօր նստած էի Միրոյիս կողքը։ Իսկ դու ասում ես դուռը բաց է, նկարն ես ինչ նկար։ Հասկանում եմ, պապ, հասկանում եմ։ Դե որ հասկանայիր ինձ սենց հեշտ չէիր մեղադրի։ Իսկ ես քեզ չեմ մեղադրում։ Քո խնդիրը հենց այդտեղ է։ Որ քեզ թվում է, թե ամբողջ աշխարհը ու բոլորը քեզ մեղադրում են։ Մաման քեզ մեղադրում էր, հեռացրիր քեզնից։ Հիմա էլ ես։ Պապ, ես ուզում եմ օգնեմ քեզ։ Ես ուզում եմ, որ դու ինձ վստահես։ Որ հիշես։ Որ ամենակարևորը ես եմ քո կյանքում։ Ու գոնե իմ համար։ Սկսես նորից ապրել, պապ։ Պապ, ուզում եմ խոսանք։ Ուզում եմ, որ դու խոսաս իմ հետ։ Պապ, լսում ես։
Այդ դու ինչ չես լսում։ Ես քեզ ասում եմ, այսօր Միրոյիս կողքն էի նստած։ Միրոյիս հետ եմ խմել, բայց քիչ։ Մորդ կասես, որ Միրոն հետ է եկել։ Կուրախանա։ Միրոս ինձ գրկել էր, բայց ես իրա խաբեցի։ Ու այդ խաբելու համար մայիսի գլուխն եմ ջարդելու։ Դու ինչ չես հասկանում։ Պապա Էրիկա, խնդրում եմ քեզ Էրիկա, լսի ինձ գոնե։ Այդ դու ինչ չես լսում։ Դու ինչ չես լսում, որովհետև երբ որ ես ասում եմ Միրոս, դու էլ բան պետք է չխոսաս։ Չնայած դու ինչ իմանաս ընկերն ինչա։ Կներես ինձ։ Կներես ինձ, որ ուրիշ հերերի նման։ Ինձ ուրիշ հերերի նման պետք չի, պապ։ Ինձ դու ես պետք։ Ինձ իմ կյանքն է պետք, իմ ընտանիքն է պետք։ Ես անընդհատ ուզում եմ պատկերացնեմ, թե ոնց է լինելու մեր կյանքը, եթե սխմիչքը չլիներ։ Եթե դու կարողանայիր ինքդ քեզ ներել, ազատվեիր ներսիդ վիրավորանքից, ախր այդքան էլ բարդ բան չի, պապ։ Մանավանդ երբ որ կողքդ մորս պես կին է եղել։ Չդիմացավ, ուզեցավ գնա, ես այդ չխանգարեցի, որ Քեզ թվում է ինձ հեշտ է, պապ, տեսնել մամային այդ վիճակում։ Անկյանք, աննպատակ։ Բայց ինքը չի մոռանում քո մասին։ Ինձ ամեն օր հիշացնում է, որ քեզ զանգեմ։ Գիտես, շաբաթ օրերը գործի չի գնում, որ քո համար ուտելիք սարքի։ Իսկ դու այդքանը չես հասկանում։ Չես հասկանում, որ մաման հերվից քեզ ուժ է տալիս։ Որ մաման հերվից քեզ թիկունք է կանգնում։ Չես ուզում հենվես ու կանգնես։ Պապ, ես տեսնում եմ քեզ ու այդ օրը լրիվ ուրիշ մարդ եմ դառնում։ Որովհետև քո պատճառով ես կորցնում եմ կյանքի հանդեպ իմ հետաքրքրությունը։ Որովհետև քո պատճառով ես շատ բաների հանդեպ անտարբեր եմ դառնում։ Պապ, խնդրում եմ քեզ, վերանայի կյանքդ, հա։ Չեմ ուզում, որ մի օր ես խմիչքը, երբ որ էլ չօգնի քեզ, ու մաման չլինի, քեզ ավելի շատ մեղադրես, քան Միրոյի հարցում։ Ու չեմ ուզում, երբ որ ես ամեն ինչը քեզ էլ չօգնի, ինքդ քո վրա ձեռք բարձրացնես, բայց գիտեմ այդ օրն էլ է գալու, բայց ես չեմ ուզում տենց, խնդրում եմ, պապ, գոնե իմ համար, մյուս շաբաթ կգամ, եթե ինչ-որ բանի կարիք ունենաս զանգի։ Ես քեզ ասում եմ Միրոս, դու ասում ես մյուս շաբաթ։ Ես քեզ ասում եմ Միրոս։
Բարի օր։ Բարև Միրո։ Միրո, դուրս գանք, դուրս մի քիչ օդ շնչենք։ Շոր հագնեմ։ Անահիտ ես վերցրու, հետո կտաս իրեն։ Կարիք չկա։ Փողի կարիք միշտ կա։ Վերցրու ես սկզբի համար, հետո մի բան կմտածենք։ Անահիտ վերցրու, ես ես տանը օտար չեմ, ալիկը որ լիներ գրպանը փող չեր դնելու։ Շնորհակալ եմ։ Հա, ոնց ես։ Լավ ես։ Խոսելու բան կա, չէ։ Հա, կա։ Պստի։ Երեք սառան էր եկել ինձ մոտ։ Աղջիկը ահավոր վիրավորված է։ Ոչ մի բան մի ասա, մի բացատրի։ Բայց ես ուզում եմ, որ դու հասկանաս, չնայած դժվար հասկանաս, որովհետև ես քանի տարի է ինքս էլ բան չեմ հասկանում։ Բայց ես ուզում եմ, որ դու հասկանաս, որ մեզ թվում է, որ մարդիկ կարծիք ասելուց առաջ մտածում են, չեն մտածում։ Ու անկեղծ եմ ասում քեզ, իրանք ոչինչ չգիտեն, իրանց թվում է, թե գիտեն։ Ուղղակի գրում են, հավատա, Միրո, ուղղակի գրում են։ Ես այդ ցանցերը, գիտես ինչ, կջնջեի, եթե իրավունք ունենայի, կոչնչացնեի, ինչ ասես գրում են, մարդուն կարող են սարքել հերոս, հետո կարող են թշնամի սարքել նույն մարդուն, իրենց սիրած մարդուն կարող են բարձրացնել, հետո կարող են միանգամից ինչ կեղտ ասես թափել վրան։ Ինչ աղբ ասես, ու շատ հանգիստ, իրենց տանը աթոռի վրա բազմոցին սենց նստած։ Հավատա, որ կամաց կսովորես Միրո ջան։ Բայց ես ուրիշ բանի համար էի եկել քեզ մոտ։ Սառան ուրիշ բանի համար էր եկել քեզ մոտ։ Բայց դու նենց էիր հարձակվել վրան, որ աղջիկը չէր հասցրել գոնե մի բառ ասի։ Ինքը ոչ ժոչոկ է ունեցել, ոչ էլ ինչ-որ նպատակ է ունեցել։ Ես Սառային 20 տարի է ճանաչում եմ, հորն էլ էի ճանաչում։ Սառան իմ քրոջ ուսանողին է եղել։ 92-ին Սառայի հայրը անհետ կորել է։ Սառան այդ ժամանակ նոր ծնված է եղել, եղբայրը 4 տարեկան է եղել, մայրը ու տատը միասին մեծացրել են այդ երեխեքին ու չեն հաշտվել հոր կորստի հետ։ Ուր ասես դիմել են, ինչ դուռ ասես բախել են, ում ասես զանգել են, բայց ոչ մի հույս չեն կարողացել գտնել։ Ու այս աղջիկը տատուն խոստացել է, որ անպայման ինքը իր հորը գտնելու է։ Ու սկզբում ադրբեջանագետ է դարձել, հետո համակարգ է մտել։ Բայց այդքան տարիների ընթացքում մի մոմի լույսի չափ հույս էլ չի եղել, որ հորը գտնեն։ Հետո ինչպես ասում են, դժբախտությունը ավելի շուտ է գալիս, քան մենք պատկերացնում ենք։ Ապրիլյանի ժամանակ Սառայի եղբորը գերի են վերցնում։ Հա։ 2016-ի ապրիլյանի ժամանակ մենք 100 զոհ տվեցինք։ 4 օր տևեց պատերազմը, հետո ետ շպրտեցինք։ Միրո, ես չեմ ուզում քեզ շատ ծանրաբեռնել, բայց բոլոր մարդիկ նույնը չեն ու դու ամեն տեղ թշնամի մի մանարի։ Այս աղջիկը աղբոր նկարը գրպանում ման է գալիս։
Ու երբ որ մենք գերի ենք ունենում կամ մեր գերիներն են գալիս, ինքը գալիս է օգնում ամենս թարգմանում է եղբոր նկարները գրպանից անում, շարում է սեղանին։ Այդ ուսահատ այդ նկարները հավաքում դնում է գրպանը ու լացելով գնում է։ Այդ դրա համար էր մոտդ եկել։ Մտածեցի, որ անպայման քեզ ասեմ։ Ես չգիտեի, Դե հիմա իմացար։ ես ոնց կարող եմ տեսնել Սարային։ Ես քեզ կտանեմ իրան, տարի։ Խնդրում եմ մամայիդ փոխանցի, որ ես ամեն հնարավոր բան կանեմ, լավ, որ պապատ հետ գա։ Լավ, շնորհակալություն։ Խնդրեմ։ Սարա։ Բարև։ Բարև։ Կարող ենք խոսել, եթե իհարկե չէ շտապում։ Փաստորեն երեկվանից հետո դեռ չասված բաներ կան, հա։ Դեռ ասելիք կա, որ ուզում ես ասես։ Չէ, ես ուղղակի եկել եմ ներողություն խնդրեմ, երեք ասել եմ բաներ, որ չպիտի ասեի։ Ես պարզապես չեմ կողմնորոշվում, որտեղ եմ, ինչ իրականության մեջ եմ ապրում, պարզապես ուզում եմ միշտ պաշտպանվել։ Դրա համար արդարանալու լավագույն միջոցը հարձակումն է, չէ՞ ստացվում։ Չափերս անցել եմ։ Կներես։ Ես ուղղակի եկել էի։ Լավ ես արել, էլի կարող ես գալ, մանավանդ որ մամաս այն օրվանից հետո միշտ քեզնից է հարցնում։ Մամաս էլ էր նեղացել ինձանից, չէր խոսում հետս։ Դե նրան էլ կարելի է հասկանալ, այսքան տարի ոնց որ ինքն էլ է ապրել գերության մեջ։ Քայլենք։ Սարա, ինձնից մի վախեցի։ Չեմ վախենում։ Պարզապես ինձ հայրապետովը բերեց, իջացրեց հիմա ես չգիտեմ, չեմ կողմնորոշվում, որ հատվածում ենք, ոնց քայլենք։ Այստեղ մոտիկ մի լավ տեղ կա, համ էլ ցուրտ է։ Արի գնանք նստենք, հմ։ Լավ։ Գնացինք։ Այս մարդը քո ընկերն է, չէ՞։ Հավալես։ Այստեղ լիքը նկարներ են հրապարակել, տես։ Այս նկարների մեջ դու էլ կաս, հեսա ես դու ես։ Այս Վրամի պապան է։ Պատկերացնում ես, ոնց կարա, ոնց այսքան տարի անց ոնց է հետ եկել։ Ընկերուհիներս էին զանգել հարցնում են, ես ոչ մի բան չգիտեի։ Լսպալես։ Մամ դու ես ճանաչում ես մարդուն։ Նե։ Այս ինքն է, այս պապան է։
Հա, ճանաչել եմ։ Մամ, հասկանում ես, այս իսկական հրաշք է, հասկանում ես, ոնց կարա այսքան տարի անց մարդը վերադառնա։ Պատկերացնում ես, փախելը անցել է սահմանը, ճիշտ է կրակել են, բայց հասցրել անցնի։ Ես էլ իմ պապան է, պապայիս ընկերն եմ, հասկանում ես։ Գիտես, վերլուծում էի երեկվա կատարված ու հասկացա, որ իրավունք չունեի քո տուն գալու։ Ես էլ իմ մեղքի բաժինն ունեմ, կներես։ Լավ, դե հիմա եթե անընդհատ խոսելու ենք անցյալի մասին, ես ինձ 1000 անգամ ավելի վատ զգալու պատճառներ ունեմ։ Չէ, ուղղակի ամեն վերադարձողի հետ ես ավելի եմ սկսում հավատալ հրաշքներին։ Մտածում եմ, որ հույս կա, որ այդ հրաշք օրը կգա, որ հնարավոր է իմ եղբայրն էլ վերադառնա։ Ամեն վերադարձողի ընտանիքի հետ ես էլ եմ հոսվում։ Ես էլ եմ նույն ապրումներն ունենում։ Գիտես, գնում եմ տուն ու մամային ասում եմ, որ գերի է եկել, որ եղբորս նկարը ցույց եմ տվել, որ ճանաչել է, ասել է, որ ողջ է, որ ամեն ինչ կարգին է։ Ես հասկանում եմ, որ ամեն անգամ դրանով ավելի եմ բարդացնում իրավիճակը, բայց վախենում եմ, որ եթե չստեմ, մաման չի դիմանա։ Ես արդեն հասկացա, որ դու ամեն ինչ գիտես իմ մասին, որ դրա համար ես եկել։ Գիտեմ։ Ամեն ինչ գիտեմ, բայց հիմա ավելի շատ բան իմացա։ Գիտես, ինձ թվում է ես չեմ էլ խաբում մամային։ Ես ինքս էլ եմ հավատում դրան։ Սառա, այդ աղոթքներն են մեզ այնտեղ պահում, հավատը։ Ովքեր մեր մասին մտածում են ու աղոթում են, այդ հավատն է մեզ այնտեղ պահում։ Որ գիտես սպասող կա, ավելի հեշտ է դառնում։ Գուցե նաև չկա այդ սպասողը, բայց դու այնտեղ վստահ ես, որ կա։ Լուրջ եմ ասում, ինձ մորս աղոթքներն է պահել, մորս, հորս։ Միշտ մտածել եմ կան մարդիկ, ովքեր ինձ սպասում են։ Ու ես ինքս ինձ միշտ ասել եմ, որ դու պետք է հետ գաս, թեկուզ ուշացած, որովհետև ես իմ կյանքի ոչ տունն եմ կառուցել, ոչ ծառն եմ տնկել, ոչ էլ։ Մորս համար դժվար է լինելու ինձ հետ ապրելը, այս տեսակ Միրոյի հետ ապրելը։ Ես էլ առաջվա Միրոն չեմ, Սառա։ Իսկ մյուսների համար ես սովորական մեկն եմ։ Ոնց էին գրել այդ հեռախոսի մեջ։ Հերոսները գերի չեն ընկնում, հերոսները զոհվում են մարտի դաշտում։ Իսկ ես դավաճան եմ, իսկ դավաճաններին չեն ներում։ Այդպես մի մտածի։ Եթե շարունակես Facebook-յան իրականությունով ապրել, դա հաստատ լավ բանի չի բերի, պետք չի։ Այսօր Հայրապետովն էլ էր ասում, մարդիկ գլուխները չեն հանում այդ քառակուսի էկրանի միջից։ Այդ էկրանով են ապրում, էկրանով են շնչում, մոռացել են իրար աչքերի մեջ նայել ու պարզ խոսել։ Ասում է, ուրիշ հավատ չի մնացել։ Մարդիկ մենակ այդ էկրանին են հավատում։ Բա մենք հիմա ինչ ենք անում, Տեսնում ես, ուրեմն դեռ ամեն ինչ կորած չի, դեռ հույս կա, Կներես, երևի տեղ ունեիր գնալու, ես քեզ խանգարեցի։ Դա հիմա կարևոր չի, տեղը կսպասի։ Հաշիվը, որ խնդրեմ կբերեք։
ստացվեց, մոտս գումար չկա։ Ոչինչ։ Դե ես պարզապես տնից դուրս եկա Հայրապետովի հետ խոսելու, հետո որ իմացա, մի անգամից եկա քեզ մոտ։ Հանգիստ տեղի Միրո, ոչ մի բան չկա, այսօր ես եմ հյուրասիրում, հմ? Տերմինալ կբերեք։ Երբ։ Ինչ։ Տերմինալ։ Քարտով եմ վճարելու։ Միրո, սա քարտ է, քարտի մեջ գումար կա։ Տերմինալով ստանում եմ հաշիվը, հմ? Լավ։ 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 Գիտես Սարա, ուսանող ժամանակ երբ իմանում էինք, որ աղջիկն է վճարել տղու համար, ծիծաղում էինք։ Հանգիստ տեղ է, շատ բան է փոխվել հիմա։ Դու ուր ես գնալու, ես մեքենայով եմ քեզ կտանեմ։ Հա։ Այ ես հասցեով խնդրում եմ։ Շատ լավ։ Մերսի։ Հիմա սրա մեջ գումար կա։ Հաջորդ անգամ դու ես վճարում, լավ։ Տերմինալով։ Տերմինալով։ Պայմանավորվեցինք։ Առանց պայմանավորվել։ Գնացինք Միրո։ Բարև ձեզ։ Բարև։ Էս մայիսի տունն է, չէ։ Հա։ Ներս եկեք։ Ներս համեցեք։ Պապ! Պապ! Ահա, բայց։ Ինչ ա եղել։ Ես եմ մայիս։ Միրոնա։ Ես ոչ մեկը չի ուզում փաթաթվի ասի բարի վերադարձ։ Թե դուք էլ մյուսների նման վախեցած եք։ Մայիս, ես եմ, Միրոնա, ուրվական չի, մայիս։ Միրո, աղբերս։ Աչքերը
Ես չեմ հավատում, Միրո։ Ախր ես պիտի գայի քո տուն, ես։ Հավատս չի գալի, Միրո։ Միջով քեզ տեսնելը լսած ես չէի հավատում, ախր ոնց, այ ախպեր, ոնց։ Ինչ անեմ, գնամ դու գաս։ Դու գնաս ազիր ես եկել, այ ախպեր։ Հելեն։ Չեմ հավատում։ Հավատս չի գալիս։ Իմ հավատն է չէր գալիս, որ մահից հետո կյանք կա, բայց հիմա ամեն ինչի հավատում եմ։ Դե լավ, արի գնանք մաքրոթին երկու բերեմ խոսենք, մինչև Հելենը ուշքի կգամ ես մի բաժակ բան կհյուրասիրի։ Հա, հիմա սուրճ կբերեմ։ Չէ, ինչ սուրճ, այ Հելեն ջան, կոնյակ բեր, մի նորմալ նշելու բան բեր, Միրոն կոնյակա սիրում, չէ Միրո։ Ես էլ չգիտեմ ինչ եմ սիրում։ Դե արի գնանք մաքրոթին։ Դե մի րոպե։ Այստեղ ոնց որ կարևոր բան ենք բաց թողնում։ Աղջիկ դա մայիս։ Հա, ես եմ։ Ես էլ եմ շատ ուրախ, որ դուք վերադարձել եք։ Չեք պատկերացնի, բայց այսօր մեր տանը համարյա երկրաշարժ էր։ Սիրուն աղջիկ ունես։ Միրո ջան, արի գնանք դեռ ժամանակը կհասցնենք շփվենք, արի գնանք մաքրոթին։ Մամ։ Կոնյակ ասա, որտեղ է ես գնում։ Չէ, դու գնա քո սենյակը, ես կլցնեմ։ Դու տեղ չունես գնալու, ասում ես տեղ եմ ուզում գնամ։ Չէ։ Կարինային զանգի գնացեք իրար հետ ուր եք գնալու։ Ամբողջ օրը տունն ես, ես չեմ հասկանում։ Մամ, բայց Կարինան քաղաքում չի գնացել է հանգստանալու, դու գիտես։ Գնա այն խանութ։ Այն շորը որ տեսել էիր, գնա վերցրու, քանի չեն տարել։ Եթե քարտիդ մեջ գումար չկա, ես կտամ։ Մամա։ Ուզում ես միասին կգնանք։ Մամա, ինչա կատարվում հետդ։ Ինչ ես այսքան լարված, ինչ ես այսքան անհանգիստ։ Ես անհանգիստ չեմ։ Մամ, այդ մարդու հետ է կապված ես քո պահվածքը։ Ես հասկանում եմ, որ բոլորդ հիմա շոկի մեջ եք, բայց ախր քո վիճակը Ինչ է։ Մամ, դուք վատ հարաբերություններ եք ունեցել։ Բայց չէ Անահի։ Մենք ընկերներ էինք։ Լավ։ Ուրեմն ինձ թվաց։ Գնա քո սենյակ, ես էլ տեսնեմ ինչ եմ անում։ Հեռախոսս վերցնեմ։ Ուրախ եմ, որ դու գոնե երջանիկ ես։ Այսինքն կներես սխալ արտահայտվեցի։ Առաջ որ մտածում էի նոր էի խոսում, հիմա մտքիս եկածը ասում եմ։ Բայց դե դու ինձ կհասկանաս, եթե ոչ ճապայելով, հա մայիս։ Ապրես որ Էլենին բաց չես թողել։ Էլենը քո կյանքի ամենաճիշտ ընտրությունն էր։ Միրո ջան, կներես, որ
ձեզ մենակ թողեցի։ Եթե ձեր հետ լինեի, հնարավոր է ամեն ինչ ուրիշ ձև դասավորվեր։ Դու ավելի պատասխանատու խնդիր ունեիր։ Ես քեզ իմ կյանքն էի վստահել, Լուիզին։ Ռազնից պատմել եմ։ Բայց ես ուզում եմ, որ դու ինձ ասես։ Ուզում եմ քեզնից տեսնել։